Ազգային ժողովի 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը հայտարարվում է բացված։ Մինչ պարտականությունների կատարման անցնելը պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգում են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների զոհ դարձած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը։ Դրանից հետո շնորհավորելով ՀՅԴ ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր դարձած Միքայել Մանուկյանին անցնում են իրենց բուն աշխատանքի։ Հովիկ Աբրահամյանը տեղեկացնում է Ժառանգություն խմբակցության որոշման մասին, համաձայն որի այսուհետ Միացյալ Նահանգները մեկնած Զարուհի Փոստանջյանի փոխարեն խմբակցության ղեկավարը Ռուբիկ Հակոբյանը, քարտուղարը Թևան Պողոսյանն են լինելու։ Կանոնակարգի համաձայն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով նշանակելու հերթն է, միայն թե Գալուստ Սահակյանը նոր առաջարկ ունի։ Առաջարկում եմ ՀՀ ազգային ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովը ձևավորել 11 անդամից։ Հանրապետական խմբակցություն 5, Բարգավաճ Հայաստան խմբակցություն 2, իսկ մյուս պատգամավորական խմբակցությունների պատգամավորների մեկական ներկայացուցիչներից։ Հարցը քվեարկության դնելու առաջարկը մի շարք պատգամավորների սրտով չէ, պատճառաբանում են մեծամասնության կողմից նման առաջարկը կանխատեսելի էր, մինչդեռ իրենց կարծիքով նախ առաջարկը պետք է քննարկման առարկա դառնար։ Մենք էլ առաջարկ ունենք, մենք էլ առաջարկում ենք նույն կարգը պահպանել։ Առաջարկը ընդունելի չէ նաև խորհրդարանական այլ խմբակցությունների համար։ Այդ ոնց էր, որ նախորդ տարիներին նախորդ տարբերակը բավարարում էր, բայց հենց մեծամասնությունը խնդիր ունեցավ, պարզվեց, որ ոչ, պիտի ունենալ բացարձակ քվորում, ընդհանրապես խնդրեմ չունենալու համար մենք եւս առաջարկում ենք պահպանել նախորդ գործող կարգը։ Խնդիր եղավ ոչ թե մեծամասնության հետ, խնդիր եղավ ազգային ժողովի բնականոն աշխատանքները կազմակերպելու հետ։ Ըստ ընդդիմության տրամաբանության կարելի է ընդամենը 4 հոգի դեմարշ անեն, լքեն ազգային ժողովի դահլիճը եւ այդպիսով ազգային ժողովի աշխատանքները պարալիզացվեն։ Փոփոխությունը հենց այս իրավիճակից խուսափելու համար է, հստակեցնում է Բադեյանը։ Թե չէ 127 հոգին կարող են մտածեն եւ քվեարկեն մի ձևի, իսկ 4 հոգին հրաժարվեն հաշվել եւ ստացվի, որ ոչ լեգիտիմ ազգային ժողով։ Լևոն Զուրաբյանը հայտարարում է Գալուստ Սահակյանի առաջարկի ընդունման դեպքում ՀԱԿ-ը կհրաժարվի մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին։ Հեղինե Բիշարյանն էլ շտապում է 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, թերևս այդ կերպ փորձելով խնդիրը հասկանալու հնարավորություն ընձեռել բոլորին։ 20 րոպե անց Գալուստ Սահակյանն առաջարկում է հարցի քվեարկությունը 1 օրով տեղափոխել։ Նման իրավունք չկա, ընդմիջումից հետո բոլորը պարտավոր են քվեարկել, նկատում է Արմեն Ռուստամյանը։ 20 րոպե վերցվել է, չի հայտարարվել քվեարկություն։ Դրա համար ես առաջարկում եմ, որ վաղը քվեարկենք։ Եթե այդքան պնդում են, որևէ խնդիր չկա։ Այսօր են ուզում, այսօր դնեն քվեարկության։ Նախաձեռնության հեղինակը ցանկացած բային կարող է հանել պահանջը քվեարկության։ Ինչը եւ անում է Գալուստ Սահակյանը։ Կանոնակարգի հստակ պահանջ է, որ ձևավորվի հաշվիչ հանձնաժողով եւ նոր շարունակվեն աշխատանքները։ Ազգային ժողովի նախագահը որոշում է հաշվիչ հանձնաժողովի եւ նոր կարգին անցնելու եւ 5 կարգը թողնելու մասին 2 առաջարկներն էլ քվեարկության դնել։ Քվեարկությանը մասնակցելուց ԲՀԿ-ն հրաժարվում է։ Եթե հանձնաժողովը ձևավորվի 11 անդամով, այնտեղ ներկայացուցիչ չեն ունենա։ Որոշ մարդկանց քայլերից է բխում այս առաջարկը եւ բնականon գործունեություն ապահովելու համար ազգային ժողովի։ Դուք հիմա ինչ որ խոսում եք, դուք բոլորը դեմ եք, որ բնականon գործունեություն ապահովի ազգային ժողովի։ Դուք բոլորդ ուզում եք խաթարեք ազգային ժողովի աշխատանքները եւ ունենալով փոքրամասնություն, ուզում եք խաթարեք եւ մեծամասնությանը ճնշեք։ Դա ձեզ չի հաջողվելու։ 11 անդամից բաղկացած հաշվիչ հանձնաժողովին կողմ է 67 պատգամավոր, ձեռնպահ միայն մեկը։ Ժառանգությունը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը քվեարկությանը չմասնակցեցին։ 5 կարգը նույնը թողնելու առաջարկի քվեարկությանը նույնպես նրանք չցանկացան մասնակցել։ Ես եմ առաջարկել այդ առաջարկը, ես անիմաստ եմ համարում դրա քվեարկությունը։ Եթե պետք է այս սկզբունքով ձևավորվի, մենք հանձնաժողովում մարդ չենք ներկայացնի։ Ազգային կոնգրեսը չի ուղարկի իր անդամներից ոչ մեկին հաշվիչ հանձնաժողով։ Ազգային ժողովի աշխատանքը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը ուզում է իմանալ, թե ինչու մինչև հիմա տնտեսագիտական համալսարանից չեն հեռացվել քաղաքապետի ատենախոսության ժամանակ խուլիգանություն արած ուսանողները։ Ճիշտ չէ, կոռեկտ ասած, որ այլ մարդկանց, այլ գերատեսչությունների կառույցների վիրավորելով կամ անհատներին անձերին վիրավորելով փորձել անձնական իմիջը բարձրացնել։ Ես ձեր գնահատականների հետ կրկնում եմ, համաձայն չեմ, եթե դուք ունեք որևէ իրավաբանի, որևէ իրավապահ մարմինների կարծիք կամ հիմնավորում, որ իրոք խուլիգանություն է կատարվել բուհում, ես պատրաստ եմ որպես բուհի նախագահ անպայման ընթացքի մեջ դնել եւ փորձել նման մարդկանց պատժել։
Փաշինյանին դարձյալ քննարկվող հարցից դուրս խնդիր է հետաքրքրում։ Նկատում է չնայած սահմանադրական դատարանի կողմից կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի որոշ դրույթների կասեցմանը, գործատուներից շատերը աշխատողների հաշվից փոխանցումներ են կատարում։ Պատասխանատուները հստակեցնում են կասեցվել են տուգանքներին վերաբերող դրույթները, բայց հաշվառելու եւ գումարները փոխանցելու դրույթները մնում են ուժի մեջ։ Ես չեմ կարծում, որ պարտաճանաչ գործատուները իրենց պարտավորությունները կատարում են միայն այն դեպքում, երբ այդ պարտադիր կատարման ենթակա նորմը չկատարելու համար գործում է պատասխանատվության միջոց։ Եվ կարծում եմ այն պարտավորությունները, որ օրենքով հստակ սահմանված են, իսկ մասնավորապես պարտադիր կൂട്ടակային վճարները ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից եւ այդ առումով որևէ հոդված կամ դրույթ կասեցված չէ։ Խորհրդարանի 1/3-ի նախաձեռնությամբ ազգային ժողովի նախագահին է ներկայացվել գազամատակարարման ոլորտում 2011 թվականից կուտակված պետական պարտքի եւ գազի գների ձևավորման ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը։ Պատգամավորները քննարկում են դրա անհրաժեշտությունը։ Ազգային ժողովի նախագահին միայն հետաքրքրում է, ինչու հանրապետական եւ օրինաց երկիր խմբակցություններին տեղյակ չեն պահել հանձնաժողով ստեղծելու նախնական քննարկումների մասին։ Դուք պարտավոր եք տվյալ նախագծով ինձ առաջարկեիք, ես հրավիրեի 6 խմբակցությունների եւ անկախ падգամավորից որևէ մեկին, նստեինք քննարկեինք, ասենք նման նախագիծ կա, ինչ կարծիք եք։ Ես համոզված եմ, որ նույն հանրապետության նախագահն էլ, վարչապետն էլ, բոլորս էլ ցանկանում ենք, որ եթե կա ապօրինություններ ճշտել, վերհանել եւ պատժել մեղավորներին։ Հանձնաժողովի ստեղծման հարցը որոշվելու է վերջնական քվեարկությամբ։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։